Հոկտեմբերի 1-ին Ալավերդու մշակույթի կենտրոնում շարունակվեց 31-րդ թատերական լոռի միջազգային փառատոնի մշակութային շքերթը։ Միջոցառման մեկնարկին հանդիսավոր խոսքով հանդես եկավ փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը, ներկայացրեց Արմոնո փառատոնը եւ նրա թատերական նախագծերը։ Իր ելույթում նա ընդգծեց, որ Արմոնո փառատոնը տարիներ շարունակ եղել է թատերական լոռիի հավատարիմ գործընկերն ու բարեկամը։ Գրեթե երբեք չի բացակայել փառատոնի բեմից, մշտապես ներկայացնելով յուրահատուկ ու բարձրարժեք թատերական գործեր։ Շատ քիչ հնարավորություն ենք ունենում թատերական արվեստի միջոցով լսել, տեսնել մեր ազգային էպոսը։ Այսօր այդ եզակի հնարավորություններից մեկն է եւ այսօր Արմոնո միջազգային թատերական փառատոնի ծրագրով ձեզ ներկայացնում եմ հենց Սասունցի Դավիթը։ Ուրախությամբ պետք է ներկայացնենք, որ այսօր մեզ հետ է Արմոնո միջազգային շատ հեղինակավոր փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։ Սիրով ուզում եմ հրավիրել բեմ ձեր ծափարությունի ներկայացուցիչ։ Ես շատ ուրախ եմ, որ դուք այսօր այստեղ եք։ Իրոք դա մեծ պատիվ է լինել ձեր փառատոնում։ Ես շատ շնորհակալ եմ պարոն Պապինյանին, որ բոլորիս այդ տեսակ հնարավորություն է ստեղծում գալ ձեր հիանալի քաղաքում ցույց տալ ներկայացումներ։ Այս անգամ Ալավերդի հանդիսատեսը ջերմորեն դիմավորեց մենաներկայացման ոճում բեմադրված Սասունցի Դավիթ ազգային էպոսի մոտիվներով ստեղծված ներկայացումը։ Արմեն Քուշկյանը Սասունցի Դավթի կերպարով ներկայացրեց ոչ միայն հայկական ազգային էպոսի հերոսական շունչը, այլև այն հավերժական գաղափարները, որոնք դարեր շարունակ ուղեկցել են մեր ժողովրդին, պայքար ազգային ինքնության պահպանման համար, նաև դավաճանության դեմ։ Մոնոներկայացումը հանդիսատեսին հաղորդեց հայրենասիրության, արդարության ու մարդասիրության ուժեղ ուղերձներ։ Բեմադրիչ Նարինե Գրիգորյանի մտահղացմամբ այս գործը պարզապես պատմություն չէ անցյալից, այլ կենդանի հիշեցում, որ Սասունցի Դավիթը մեր հավաքական ուժի խորհրդանիշն է, հաղթանակների խորհրդանիշը ժամանակակից ու հավերժ։ Ներկայացման ընթացքում կարծես վերացավ բեմի եւ դահլիճի սահմանը։ Արմեն Քուշկյանը ոչ միայն մարմնավորում էր Սասունցի Դավթի կերպարը, այլև ապրում էր նրա հոգեվոր աշխարհում։ Նրա ձայնի ուժգնությունն ու մեղմությունը, ժեստերի թափն ու հայացքի խորությունը հանդիսատեսին տեղափոխում էին դեպի դարեր առաջ, դեպի այն իրականությունը, որտեղ Դավիթը պայքարում էր ոչ միայն թշնամու, այլև սեփական կասկածների ու վախերի դեմ։ Ներկայացման բեմադրիչ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը նշեց, որ Սասունցի Դավիթը մեր օրերում ոչ պակաս արտիական կերպար է, քան դարեր առաջ։ Նրա խոսքով բեմադրության հիմնական ասելիքը մարդուն հավատ ներշնչելն է իր սեփական ուժի նկատմամբ, հիշեցնելը, որ յուրաքանչյուրի մեջ կա Դավթի ուժը, որ կարող է արտահայտվել համառությամբ, համախմբվածությամբ ու հայրենասիրությամբ։ Իրականում, երբ պատերազմը եղավ ու սարսափելի լռություն էր ներսում, մտածում էի, որ պիտի անպայման վերադառնալ ակունքներին, որ հասկանալ որտեղ է մեր ուժը, ու մտածում էի էպոս անել, բայց չէի պատկերացնում ինչպես կարելի է անել։ Հետո մի օր զանգահարեց Արմոնո փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը եւ ասաց. ուզում եմ մոնոներկայացում բեմադրես Արմեն Քուշկյանի հետ եւ Սասունցի Դավիթը։ Ու ես հանկարծ հասկացա, որ իսկապես, եթե դա լինի մոնո ներկայացում, այդ ժամանակ այդ մեծ ուժը ավելի հեշտ է ստանալ, քան երբ շատ դերասաններ բերես, որտեղ շատերով չէր ստացվում այդ կազմակերպել այդ մեծ մելիքին, մեծ հորը, քարսուն կաշին եւ այլն, բայց երբ մի հոգի պատմում է, ինչպես առաջ էպոսը հենց մի պատմիչ էր պատմում, այդպես աշխատում էր։ Ու սկզբում մտածում ենք, ինչքանը պատմենք, հետո հասկացանք, որ այնքան ինքը ծավալուն է, որ միայն վերցեցինք մենամարտը։
Նարինե Գրիգորյանը խոսեց նաև իր ու թատերական լոռիի համատեղ անցած ճանապարհի մասին։ Նարինե Գրիգորյանը Ալավերդի հանդիսատեսի համար նոր մարդ չէ։ Նա գրեթե ամեն տարի ներկայանում է թատերական լոռիում եւ քաղաքի հետ է կապում ոչ միայն մասնագիտական, այլև անձնական հիշողությունները։ Արդեն որ գալիս եմ Ալավերդի եւ երբեմն Ալավերդի եւ Վանաձոր այդպես են խաղում, այնքան սկսում եմ հիշել ինձ փոքր ժամանակվանից այդ որ խաղում էի մի գավաթ բարություն, հետո ձինը խաղացի այստեղ ռուսերեն լեզվով։ Հետո նույնիսկ գիտեք ինչպես էր եղել, որ Սանկտ Պետերբուրգում մենք համազգային թատրոնով այնտեղ փառատոնում խաղում ենք Դանիել Խարցլյուբով եւ այնտեղ Հրաչյա Պապինյանը տեսել է ներկայացումը եւ հրավիրել Ալավերդի։ Եվ ասեմ ինչ հետաքրքիր է, որ սովորաբար ինչպես է գալիս են քո երկրում տեսնում հրավիրում դուրս, մենք դրսում հրավիրվել էինք Ալավերդի փառատոնին մասնակցելու եւ համարյա ամեն տարի եկել եմ։ Երևի տարի չկար, որ բաց թողած լինեմ եւ տարեց տարի տեսնում եմ ինչքան թատերական է դարձել Ալավերդիի եւ Վանաձորի հանդիսատեսը։ Արմոնո թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանն էլ իր հերթին եւս մեկ անգամ կարեւորեց փառատոնի դերը, նշելով, որ այն բացառիկ հնարավորություն է տարբեր թատրոնների համար հանդիպելու միմյանց եւ առավել կարեւոր անմիջական շփում ունենալու մարզային հանդիսատեսի հետ։ Տարիներ շարունակ մասնակցում եմ այս փառատոնին տարբեր նախագծերով եւ դա ուղղակի հիանալի է եւ ես ուզում եմ ողջունել Հրաչ Պապինյանին, որ կարողանում է տարիներ շարունակ կազմակերպել եւ ամեն տարի այս փառատոնը դառնում է ել ավելի հետաքրքիր, ել ավելի լուրջ ներկայացումներով, ել ավելի ընդլայնված եւ տա Աստված, որ դա այդպես էլ շարունակվի։ Ես շատ եմ սիրում ձեր քաղաքը եւ շատ եմ սիրում ձեր փառատոնը։ Դերասան Արմեն Քուշկյանը, ում բացառիկ վարպետությամբ ներկայացվեց էպոսի հերոսը, ընդգծեց, որ Ալավերդու բեմում խաղալը իր համար մեծ պատասխանատվություն էր։ Արմեն Քուկչյանը նաև շեշտեց, որ իրենց համար նույնպես մեծ կարևորություն ունի մարզերում հանդես գալը։ Նրա խոսքով յուրաքանչյուր մարզ իր առանձնահատուկ ապրելակերպը ու մտածողությունը ունի, եւ թատերական լոռին հնարավորություն է տալիս հասկանալու, արդյոք իրենց ստեղծագործական ուղին ճիշտ ուղղությամբ է ընթանում, թե այն սահմանափակվում է միայն մայրաքաղաքային մտածողությամբ։ Թատերական լոռվա հանդիսատեսին իհարկե պատասխանատու էր։ Ես մտածում էի կհավանի, չեն հավանի, կընդունեն, չեն ընդունի։ Ֆանտաստիկ են ընդունել ներկայացումը, հրաշալի անցավ։ Գալիս է մի պահ, երբ որ արդեն մտածում ես լավ, այսքան ծափերից էլի ինչքան խոնարհվեմ, հիմա ինչ են, արդեն դու սկսում ես անհարմար ես զգում քեզ բեմում, որովհետև մեկ խոնարհվեցիր, երկուս, բայց ծափերը որ անդադար էին ու ես արդեն լարվում էի դրանից։ Ներկայացման հետ կապված այս ֆանտաստիկ աշխատանք է, որ Նարինե Գրիգորյանի հետ արել ենք, իրար հետ որ իրար հետ ապրել ենք այս ներկայացումը։ Այն որ թատերական լոռին մինչև հիմա գոյություն ունի, այդ շատ լավ է, որովհետև կան փառատոններ, որոնք ծնվում են եւ շատ կարճ կյանք են ունենում։ Եվ ես պատկերացնում եմ կազմակերպիչները ինչ ջանք ու եռանդ են դնում, բնական sense աշխատանք են կատարում, որպեսզի ապրեցնեն փառատոնը։ Իհարկե ինքը շատ կենսական նշանակություն ունի, որովհետև մեզ համար էլ է կարևոր գալը, ներկայանալը, որովհետև տարբեր մարզեր, տարբեր ապրելակերպ ունեն, տարբեր մտածողություն ունեն ու դու ուզում ես մի հատ հասկանաս դու ճիշտ ես գնացել քո ճանապարհը, թե մենակ մայրաքաղաքային է քո մտածողությունը, զգացողությունը, ու երբ որ դու գալիս ես քննություն բռնելու, ու երբ որ քեզ ընդունում են դու հասկանում ես որ չէ, ուրեմն մենք ճիշտ ենք գնում։ Հանդիսատեսն էլ իր հերթին մեծ հիացմունքով էր խոսում ներկայացման մասին, ընդգծելով, որ նման մշակութային միջոցառումները ոչ միայն հարստացնում են քաղաքի կյանքը, այլև ամրացնում կապը մեր ազգային արմատների հետ։ Խոսքերն ավելորդ են, արտակարգ է։ Սա մեզ համար բացառիկ հնարավորություն է կարելի ասել, որ հնարավորություն ունենք մեր տարածաշրջանում ոչ միայն մասնակիցը դառնալ այս խոշոր իրադարձության, այլև ամբողջությամբ ապրել են, ինչ բեմի վրա խաղում են, ներկայացնում են, շատ մեծ կարևոր նշանակություն ունի երեխաների համար, որովհետև կրթադաստիարակչական բաղադրիչ ունի իր մեջ։ Տպավորված եմ, շատ լավ էին խաղում, շատ հիացած եմ ուղղակի։
Ներկայացման հյուրերի թվում էին նաև Ալավերդի մի խումբ երիտասարդներ, որոնք Ալավերդի էին եկել տեսահոլովակ նկարահանելու, սակայն օրը ավարտեցին մշակութային հրաշալի փորձառությամբ դիտելով փառատոնի ներկայացումը։ Այսօր մենք եկանք եւ մեծ ողջավորություն ստացանք։ Մեր սիրելի դերասանը ընտիր իր դերը կատարեց, բացատրեց, շատ գոհ ենք, շնորհակալություն։ Իսկ մենք մեծ ճանապարհ ենք հատել այսօր եկել հասել, որովհետեւ այսօր մենք տեսահոլովակ ենք նկարահանել Մշոդաշտով արծիվն անցավ մեր փոքրիկ Յան Սարգսյանը, շուտով բան կանենք, ելույթ կունենանք էլի բեմերում։ Հայի ոգի երգչախմբի սան Յան Սարգսյանը, որի համար էլ Ալավերդիում տեսահոլովակ է նկարվել, տպավորված է լոռիով, նրա բնությամբ ու գեղեցկությամբ։ Արցախցի փոքրիկը գալով լոռի կարոտ է քաշում իր ծննդավայրից Արցախից։ Տպավորված է նաև այսօրվա թատերական ներկայացումով։ Այսօր Սասունցի Դավիթի մասին ենք տեսել, Սիրունգետ ենք տեսել, Դեբետ գետը, տեսել ենք եկեղեցիներ, լեռներ։ Դե իսկ վերադառնալով ներկայացմանը պետք է ասել, որ դահլիճում տիրում էր բացառիկ մթնոլորտ։ Դիտելու տեղեր այլևս չկային, մարդիկ կանգնած էին դիտում ներկայացումը, սակայն ոչ ոք չէր հոգնում, չէր հեռանում։ Բեմից հնչող խոսքը, դրվագների հզոր հույզերը եւ Արմեն Խուշկյանի վարպետ խաղը կախարդել էր բոլորին։ Դերասանի ամեն մի հայրենասիրական մղում ուղեկցվում էր ծափահարություններով, իսկ վերջում ծափերի որոտը պարզապես չէր դադարում։ Փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը շնորհակալության խոսք հղեց Արմոնո թատրոնին, իսկ ապա համայնքապետարանի կրթության, մշակույթի, առողջապահության եւ սպորտի բաժնի պետ Լևոն Սադաղյանի հետ միասին հանդիսավորությամբ հանձնեցին թատերական լոռի փառատոնի խորհրդանշական արձանիկը եւ մասնակցության դիպլոմը։ Այսպիսով Ալավերդու թատրոնում թատերական երեկոն դարձավ իսկական մշակութային տոն։ Սասունցի Դավիթ բեմադրությունը ոչ միայն հուզեց հանդիսատեսին, այլև եւս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական թատրոնը շարունակվում է մնալ ազգային ոգու եւ միասնության կարեւոր խալիս։ Հիշեցնենք, որ թատերական լոռի 31-րդ փառատոնը այս տարի նվիրված է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Վոլոդիա Գրիգորյանի 100-ամյակին։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, Անկյուն Գումարած 3 հեռուստաընկերություն։